Իշխանությունը զավթելու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը բարբերաբար թվեր է հրապարակում, թե քանի հոգի է միացել շարժմանը։ Վերջին թիվը, որ հայտնել էին, 12000 է։ Սակայն ինչ մեթոդներով է շարժումը քաղաքացիներին շահագրգռում միանալ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող ուժին, բավականին վիճահարույց է, կամ կարճ ասած իրենց ձևով է։ Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Արարատ Նյուզի խմբագրությունը ահազանգ էր ստացել մի քաղաքացուց, որը հայտնել էր, թե մեր ձևով շարժման աշխատակիցներից զանգ է ստացել ու հրավիրվել միանալու նախաձեռնությանը։ Քաղաքացին նշել էր, որ ցանկություն չունի նման գործընթացների մաս կազմելու եւ հրաժարվել էր առաջարկից։ Սակայն խոսակցությունն ավարտելուց անմիջապես հետո նա շնորհակալական նամակ էր ստացել շարժմանը միանալու համար։ Այսօր նույն քաղաքացին մեզ էր կրկին դիմել նշելով, որ հիմա էլ մեր ձևով շարժումը հրավիրում է մասնակցելու Տաշիր արենայում կազմակերպված շոուին։ Պարզաբանում ստանալու համար նախ որպես քաղաքացի հետ զանգեցինք նույն հեռախոսահամարին։ Մեզ պատասխանած աշխատակցին ներկայացանք որպես իրենց կողմից հրավիրյալ քաղաքացու հարազատ ու հարցրինք՝ կարող ենք մենք էլ մասնակցել շոուին, չնայած այն բանին, որ կապ չունենք մեր ձևով շարժման հետ։ Աշխատակցին առաջին հերթին հետաքրքրեց, թե քանի հոգով ենք պատրաստվում գնալ եւ մեր ձևով շարժման գրասենյակից վերցնել անվճար տոմսերը։ Իսկ հարցին մեր չակերտավոր հարազատի հեռախոսահամարը որտեղից, շարժման աշխատակիցը պատասխանեց հետեւյալը. Այդ շոուն է լինելու, պետք է տոմսերը մեզ մոտից քանակ ասեք տոմսերի համար, որ մասնակցեք, դուք մոտենալու եք տոմսերը մեր ձևով շարժման գրասենյակից վերցնեք, որ մասնակցեք։ Հեռախոսազրույցի ընթացքում մեր լրագրողը կապ էր հաստատել մեր ձևով շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղարամանյանի հետ, պարզաբանելու համար ովքեր են հրավիրվում վերոնշյալ ներկայացմանը, եւ հակառակ շարժման աշխատակցի հապճեպ թիվ ուզելուն, Ղարամանյանը նշեց, թե միայն շարժման մասնակիցներին են անվճար հրավիրում սպասվող շոուին։ Ղարամանյանը չբացառեց, որ կարող է շփոթմունք լինել տեղի ունեցածը, թեև զարմանալի է, թե ինչպես է ստացվում, որ իբր պատահականորեն երկու անգամ էլ նույն քաղաքացուն են զանգում, նրա կամքից անկախ դարձնում իրենց շարժման անդամ, աջակից եւ բացի այդ ըստ էության մարդաքանակ ապահովելու նպատակով հրավիրում կրկին շարժման հետ որևէ կապ չունեցող անձանց։ Իդեպ, շարժման խոսնակին, ով տարիների փորձ ունեցող լրագրող է, խորհուրդ կտայինք մինչ կշտապեր որակումներ տալ ու որպես ապատեղեկատվություն ներկայացնել Արարատ Նյուզի կայքում տեղադրված նյութը, առաջին հերթին ուշադրություն դարձնել տեսանյութի հրապարակման ժամկետին, այն է սույն թվականի սեպտեմբերի 29-ը։ Հետևաբար թող քաղաքացիները եզրակացնեն ինչն է ապատեղեկատվություն ու թե ինչպես է այս շարժումը, ինչպես կասեր դասականը, ինչքան ուզում այնքան թվեր խփում։ Այնուամենայնիվ, մեր ձևովի թվերը ճշգրտելու համար պատրաստ ենք փաստեր ներկայացնել հենց շարժմանը, որպեսզի իրենց հավատարիմ աջակիցները ընտրություններից հետո խորը հիասթափություն չապրեն եւ վերջապես կրկես հրավիրելով հնարավոր չէ քաղաքացիներին դարձնել Սամվել Կարապետյանի շարժման կրկես շոուի մասնակից։ Եթե շարժման տեսանյութերում հնարավոր է արհեստական բանականությամբ գեներացված աջակցության պատրանք ստեղծել, ապա դա վստահաբար հնարավոր չի լինի անել ընտրատեղամասերում։ Գեղամադյան, Արարատ Նյուզ։